Ձելիներ մեր միասնական մեծ պահոց ճանապարհորդության հերթական հանգրվանին ենք հասել, որը մեր եկեղեցու հայրերի տնօրինությամբ օրվա ավետարանական ընթերցվածքի մեջ տեղ գտած առակի անունով է կոչվել Անառակ որդու կիրակի։ Ինչպես նկատեցիք, ավետարանական ընթերցվածքի հիմնական ասելիքը այս օրվա խորհրդի մեխը Անառակ որդու առակն էր, որ մեզ փոխանցում է Ղուկաս ավետարանիչը։ Մի պատմություն ծնողի և զավակների հարաբերության մասին։ Մի պատմություն, որ կարող ենք թվարկել բացելով իր շերտերը։ Մի խորիմաստ պատմություն։ Եվ շատ հաճախ փոխաբերական իմաստով այս առակը համեմատում են ավետարանի հետ և ասում են ավետարան ավետարանի մեջ։ Այս առակը մի տեսակ աղն է, որ համ է տալիս ամբողջ մեր այս պահքի ճանապարհորդությանը։ Այս առակը իրենից ներկայացնում է մեր ամբողջ կյանքը։ Ես չեմ ուզում սկսել պատմել առակը, որտեղ առավել քան վստահ եմ, մեծ մասը թե ոչ բոլորը գոնե մեկ անգամ կարդացել եք առակը։ Եվ լավ գիտեք, թե ինչպես Անառակ որդին վերցնելով իր բաժին ժառանգությունը գնաց օտար երկիր, մսխեց այն և վերջացավ հարստությունը և գլորվեց այն աստիճան, որ սկսեց խոզերի հետ կերակուր ուտել և այն էլ չգտնել այդ կերակուրը, որոշեց վեր կացավ ու եկավ հոր մոտ։ Եկավ հոր մոտ, խնդրելով որպես այլևս իր նախկին պատվին չարժանացնի հայր իրեն, այլ որպես մշակ ընդունի իրեն։ Բայց հայրը բնականաբար վերականգնեց իրեն իր պատվի մեջ, իսկ ավագ որդին էլ սկսեց տրտնջալ։ Եվ շատ հետաքրքրական է, թե ինչպես է եզրափակում հայրը այս ամբողջ պատմությունն ասելով, որ քո եղբայրը մեռած էր, կենդանացավ, կորած էր և գտնվեց։ Այս ամբողջ պատմությունը հենց եզրափակում է այս ամենով, որ մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց։ Եվ գալիս այս առակը ցույց տալու, որ մեր ամբողջ պահքի ճանապարհորդությունը միտված է հենց դրան։ Մեռած տեղից կենդանանալու և մեր կորած վայրից գտնվելու, այլ կերպ ասած, մեր ակունքներին վերադառնալուն է միտված ամբողջ պահքը։ Եվ այս առակը մի տեսակ կարծես ուղենիշ է, որ ցույց է տալիս ճիշտ ճանապարհը։ Եվ ոչ միայն ճիշտ ճանապարհը ցույց տալուց, այլ նաև ցույց է տալիս, թե ինչ պիտի անել։ Ցույց է տալիս ինչ պիտի անել։ Այս առակում մենք բոլորս էլ գտնում ենք մեզ։ Թվում է, թե դերակատարները շատ քիչ են, հայրը և երկու որդիները։ Բայց ամեն մեկս էլ մեր կյանքի որևէ հատվածում նմանվում ենք այս առակի դերակատարներից մեկին։ Երբ մսխում ենք մեզ տրվածը և անօգնությամբ առանց անդրադառնալու վայելում ենք երկրավոր հաճույքները։
եւ այդ հաջողությունների ավարտից հետո անդրադարձ են կատարում ինքնակրթությամբ ինքներս մեր մեջ եւ զգում ենք ինչպես անառակ որդի սով հոգուսով եւ այդ սովը զգալուց հետո ինչպես անառակ որդի որոշում ենք կայացնում թե դժվարությամբ վեր գնալ եւ գնալ որդու եւ այս ամբողջ ճանապարհորդության մեջ մեղքի մեջ թավալելուց հետո մենք գտնում ենք այնքան ուժ, որ նայելով մեր հորն ասում ենք այլևս արժանի չենք նախկին պատվի եւ ավակ որդու պես նախանձում ենք, որ մեր հայրը մեզանից ավելի մեծ պատիվ է անում մեր կողքինին, մեր եղբորը։ Տարբեր են դերակատարները եւ ամեն մեկը իր կյանքում որևէ մի դրվագ այս պատմությունից ունեցել է։ Եվ այսօր այս առակ այս պատմությունը գալիս է մեզ բոլորիս, Պակի մեջ գտնվողներից մեկ անգամ եւս հիշեցնելու առաջին հերթին ուր պիտի գնանք Պակի ընթացքում։ Որն է մեկնակետը եւ որն է ավարտը։ Այս առակը գալիս է մեզ հիշեցնելու, որ Պակը դա տուն դարձի ճանապարհն է։ Եվ այդ ճանապարհը սկսում է ինքնաճանաչումից եւ ավարտվում է Աստված ճանաչողությամբ։ Այլ կերպ չի կարող լինել։ Եվ դու բռնում ես տուն դարձի ճանապարհը, որ է քո հայրական տունը։ Դու այդ ճանապարհը ճիշտ անցնելու համար եւ ճիշտ ճանապարհով անցնելու համար պիտի գնահատես ինքդ քո ուժերը։ Միգուցե բնավ չես կարող, ճանապարհի կեսի պիտի մնաս։ Դրա համար պիտի ճանաչես ինքդ քեզ, գնահատես քո ուժերը։ Եվ եթե իրապես ինքնաճանաչողությամբ գնահատես ուժերը, արդեն հստակ է։ Կհասնես ճանապարհի ավարտին, թե չէ։ Եվ ով է սպասում քեզ ճանապարհի ավարտին։ Դրա համար Պակ, ինչպես ասեցի, միտված է մեզ դեպի տուն դարձնելու, տուն դարձի ճանապարհը։ Եվ այդ ճանապարհին ինքնաճանաչողությամբ ինքներս մեզ քննելով մենք հասնում ենք այն գիտակցությանը, որ ճանաչում ենք նաև Աստծուն։ Պակը այս պատմությամբ ցույց է տալիս, թե ով ենք մենք, իշխան ենք եւ ինչի պատճառով հասանք այնտեղ, որտեղ Պակի սկզբում ենք։ Շատ հետաքրքրական է, որ երբեմն Պակի ընթացքում շատ մարդիկ ուղղակի որոշում են, որ մենք էլ պահենք, որտեղ մեր կողքինը Պակ է պահում։ Բայց չեն անդրադառնում, որ շատ հաճախ դեռ կնքված չէ, մգրտված չէ, քրիստոնյա չէ։ Եվ այստեղ գալիս է հստակությունը, քայլերի հստակությունը։ Նայեք անառակ որդին, որքան էլ պարադոքսալ է, բայց անգամ մսխելուց սկսած մինչև վերականգնելը հստակ գիտեր իր քայլերը։ Հրեական իրականության մեջ ժառանգությունը զավակներին հասնում էր ծնողի մահվանից հետո։ Եվ մի պահ պատկերացնելու համար, թե որքան ցավ պատճառեց զավակը անառակ որդին իր հորը, հոր կենդանության օրոք ասելով տուր ինձ իմ բաժին ժառանգությունը։ Այսինքն իր համար հայրն այլևս կենդանի չէր ֆիզիկապես, որտեղ պահանջում է ժառանգությունը։
ինքը սպանեց եւ թաղեց իր հորը, հարվածելով, մեծ հարված հասնելով իր ծնողին։ Ինքը հստակ գիտեր, թե ինչպես եւ ում հետ պիտի մսխի այդ նույն ժառանգությունը անառակների հետ եւ ընկերների հետ։ Ինքը հստակ գլորվեց մինչև անդունդը մեղքերի, խոզերի հետ մնալով, խոզեր արածացնելով, նույն իրականության մեջ խոզը ամենաանմաքուր կենդանին էր եւ պատական չէ, որ առաքուն Քրիստոս ներկայացնի որպես խոզեր կերակրող, խոզեր արածեցնող։ Այդ աստիճան ընկել էր միջև մեղքի հատակը եւ հստակ գիտեր, թե ինչ պիտի անի։ Երբ ասեց վեր կենամ գնամ իմ հոր տուն եւ ասեմ արժանի չեմ քո որդին կոչվելու, ինձ վերցրու իբրև քո աշակերտներից մեկը։ Սա քայլերի հստակությունն է, որ գալիս է մեզ, մեր իրականությանը հիշեցնելու, եթե դու որոշել ես պատ պահել, գովելի է, բայց պատ պահելուց առաջ դու պիտի նույն այս անառակ որդու վճռականությամբ լցվես եւ որոշես վեր կենամ եւ գնամ իմ հոր տուն, գնամ դառնալու իր զավակը։ Այսինքն դու պիտի վեր կանգնես ամեն ինչից եւ առաջին հերթին գնաս վերականգնվելու, այլ ճիշտ ոչ թե վերականգնելու, այլ դառնալու, դեռևս դառնալու, մկրտության ավազանի մոտ մկրտվելու, այլ ոչ թե ամեն տեսակ պատճառաբանություն բռնելով հեռու մնաս Տիրոջը որդեգիր լինելուց, ժառանգակից լինելուց, բայց հայտ եղած դեպքում մարդկանց աչքին լավ երևալու համար հայտարարես, որ ես պահք եմ պահում։ Առանց անդրադառնալու, որ նույն այդ վիճակը դատապարտությունը լինելու քո իսկ համար։ Նույն այդ պահքը ի տարբերություն քրիստոնյաների ոչ թե զորացնելու է քո միտքն ու հոգին, այլ հայտ եղած դեպքում որպես դատապարտություն է լինելու քեզ, որովհետև դու դա արեցիր մարդկանց աչքին հաճանալու համար։ Դե դու այնքան քաջություն եւ հստակ վճռականություն չունեցար, որ պահք պահելուց առաջ գնալ եւ դառնալ Քրիստոսի ժառանգակից եւ որդեգիր։ Եվ դա չանելու համար բերեցի տարբեր պատճառաբանություններ։ Այս առումով այս առակը գալիս է ներշնչելու մեզ վճռականություն։ Յուրաքանչյուր մեկը, ով որոշում է, որ պահք պիտի պահի, պիտի գիտակցի, որ այս ընթացքում մենք հայտ եղած դեպքում, այո, պիտի վեր կանգնենք ամեն, այսպես ասած, կարծրատիպից։ Մենք պիտի պատրաստ լինենք վճռական քայլերի։ Թվում եք, թե հեշտ է անառակ որդու համար այդ ամենից հետո որոշում կայացնել, այնինչ որոշում։ Գնալ այն մարդու մոտ, ում իր կենդանության օրոք ինքը թաղեց։ Գնալ այդ մարդու մոտ եւ ներողություն խնդրել։ Իսկ քանի անգամ մենք նույն այդ վիճակում, այդ նույն ներողությունը, որ պիտի խնդրենք, հետաձգել ենք վաղվան։ Տարբեր պատճառաբանությամբ, թոմնա մի հարմար առիթի։ Ուրեմն յուրաքանչյուր պահք պահող պիտի իմանա, որ այդ հարմար առիթը հենց պահքն է, որ լցվեց քաջությամբ եւ անառակ որդու պես քայլես դեպի այն մարդը, ումից պիտի ներողություն խնդրես։ Մինչև այն հպարտությունը,
որին ոչ պակի ընթացքում, ամբողջ տարվա կտրվածքով, ամբողջ տարվա ընթացքում դու պարարտացրել ես, սնել ես, որ եսասիրությամբ, պակի սկզբին պիտի այդ հպատությունը մեռնի։ Հակառակ պարագային այդ նույն հպարտությունը պիտի խանգարի, որպեսի պակը իր նպատակին ծառայի։ Չլինի այնպես, որ մենք էլ անառակ որդուպես հասնենք միջև մեղքերի անդունդը, նոր սպանենք մեր մեջ այդ հպարտությունը։ Այդ գիտակցենք, որ եթե կա հպարտություն, ապա այն որպես ծանր քարեր մեր ոտքերի պիտի խանգարի, չթողնի դեպի հայրական տուն ընթանալ, այլ ճանապարհի կեսին պիտի մնա։ Ուրեմն պիտի քաշ գիտակցենք եւ տեսնելով անառակ որդուն հասկանանք, պետք չի ամբողջովին վատնել այն ամենն ինչ ունենք, պետք չի հասնել մեղքերի ցեխի մեջ թավալվելու աստիճան, որ նոր որոշում կայացնել գնալ հորտուն։ Պետք չի այնպես վիրավորել մեր հորը, որ միգուցե եւ չգտնենք այդ քաջությունը ասելու հայր մեղանչեցի քո առաջ։ Չգտնենք այդ քաջությունը իր աչքերի մեջ նայելու, ինչպես ունեցավ անառակ որդի, որպես զավակ, այլ ասեց ինձ վերցրու որպես քո աշխատողներից մեկը։ Չլինի այդպես։ Չնայած նրան, որ ունենք նաև հոր օրինակը, ով ինչպես առակում է ասում, նստած սպասում էր իր զավակին։ Եվ ճանապարհի կեսից, երբ զավակը ճանապարհի կեսին էր, վեր կացավ եւ վազեց որդուն ընթառաջ։ Պիտի նորից անդրադառնամ հրեական իրականությանը, քանի որ Քրիստոս այս առակը պատմեց հրեական իրականության մեջ, օրինակները վերցրեց հրեական իրականությունից։ Նույն այդ հրեական իրականության մեջ պատվավոր հայրը երբեք չէր վազում, այդ հայրում էր հաստատ վեհորեն, որովհետև ինքը պատիվ ուներ, բայց այս նույն պատվավոր հայրը տեսնելով իր զավակին, մի կողմ դրեց ամեն ինչ եւ վազեց որդուն ընթառաջ։ Վազեց որդուն ընթառաջ եւ չթողեց որդին ավարտի իր խոսքը եւ վերականգնեց միանգամից իր պատվի մեջ։ Այս օրինակ ունենալով պետք չէ վստահ լինել, որ միևնույն է, ինչ էլ անենք, հայրը մեզ կընդունի։ Այո, հայրը մեզ սիրում է, անսահման սիրով։ Բայց ինքներս մեզ հարց տա, արդյոք արժանի ենք մենք այդ սիրուն։ Արդյոք այդ վստահությունը, որ կա, թե հայրը մեզ սիրում է, մեզ ավելի խորքերը չի մղում մեղքի ցեխի։ Չէ՞ որ այդ սերը ոչ թե պիտի մեզ երես տա, դարձնելով երեխայի պես, երես առած երեխայի պես, այլ այդ սերը պիտի պատասխանատվություն լինի մեզ համար։ Այո, չմոռանանք այդ սերը, որ հայր ունի մեր հանդեպ։ Եվ այդ սերը չլինի այնպես, որ կապանքներ լինի մեզ համար։ Ինչպես կապանք է ավակ որդու համար, ով ճիշտ չընկալեց հայրական այդ սերը եւ ի վերջո տրտնջաց հայրական այդ սիրո համար, այդ սիրո դեմ։ Նաեւ չլինենք անառակ որդու պես, ով նույնպես չընկալեց այդ սերը, կարծելով թե այդ սերը կապանքներ է, որ կապում է իրեն եւ չի թողում, այսպես ասած, մերօրյա տերմինով ասած, վայելել կյանքը։ Հայրական սերը պիտի թևեր լինի յուրաքանչյուրիս համար։ Վեր ճախրելու, հոգով վեր ճախրելու։
հայրական սերը երբեք չի կապում մեզ։ Հայրական սերը մեզ թևեր է տալիս։ Ուրեմն, ամփոփելով այսօրվա մեր խորհրդածությունը եզրափակեք այն մտքով, որ թեև ամբողջ տարվա ընթացքում կամա թե ակամա մսխել ենք մեզ բաժին ընկածը, բայց եւ ոտք ենք դրել մեծ պահքի ճանապարհորդության սկզբին քաջ գիտակցել ենք ուր ենք գնում եւ ինչու ենք գնում եւ քաջ գիտակցում ենք որ այս ճանապարհի ընթացքում մենք վճռական ենք եւ հաճախ ինքնակնությամբ պիտի գնահատենք որտեղ արագ քայլենք որտեղ դանդաղ քայլենք որտեղ ուշադիր լինենք ինչպես խոսքից մեջ ասեցի այս ճանապարհը առակի պատմության պես տանում է դեպի հայրական տուն եւ այդ հայրական տանը սպասում է մեզ հայրը նույն մեծ պահքի ավարտին մենք պիտի նորից հանդիպենք երկնավոր հորը ով սպասում է մեզ այս ամբողջ ընթացքը երբ զրկված ենք մեր երկնավոր հոր տեսությունից նմանվում է առակի պատմության այն հատվածը երբ անառակ որդի հեռու մի աշխարհում էր մենք էլ ենք հեռու մի աշխարհում հեռու մեր Տիրոջ բարի ժպիտը տեսնելուց եւ թող այս ամբողջ ընթացքը ծառայի ինչպես անառակ որդին ծառայեցեց ինքնակնությամբ համեմատությամբ մեր թերությունները վերհանելու անառակ որդին ասեց իմ հոր տան մեջ մշակներն ինձնից լավ են ապրում իսկ ես այստեղ խոզի եղջյուր եմ խոզերի կերակուրն եմ ուտում այն էլ չեն տալիս համեմատությամբ տեսնենք թե ուր ենք եւ ուր ենք հասել ինքնակնությամբ ինչպես խոսքից մեջ սկզբում ասեցի ինքներս մեզ քննելով ինքներս մեզ ճանաչելով հասնենք նաեւ Աստծուն իրապես ճանաչելու մակարդակին թող այս թվացյալ դժվար ճանապարհության ընթացքում Քրիստոս ինքը լինի մեզ ուղեկից իր խոսքերով իր ավետարանով իր ուսուցմամբ այո որպես Էմավուսի ճամփորդ մեզ հետ չի մեր կողքին չի քայլում բայց իր խոսքը ամեն օր է հնչում եւ որպես փարոս կանչում է իր խոսքը ականջալուր լինենք ուշադիր լինենք եւ հավատացած եղենք որ ճանապարհի ավարտին պիտի ընթառաջ վազի հայրը մեզ եւ վերականգնի մեր նախկին պաշտոնի մեջ շնորհ եւ խաղաղություն մեր Տեր Հիսուս Քրիստոսի թող լինի ձեր բոլորիդ հետ այժմ եւ միշտ եւ ավիտյանս ավիտելից ամեն